Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Արևելագետ Գեորգի Միրզաբեկյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Պարոն Միրզաբեկյան, հիմա ինչ փուլում է գտնվում Միացյալ Նահանգներ Իրան հակամարտությունը, արդյոք հրադադարը շատ անորոշ է։ Շնորհակալություն։ Տվյալ դեպքում ներկայացին կարելի ասել, որ հրադադարը որպես այդպեսին, որ հաստատվել է մեծ հաշվով փոխըմբռնման հուշագրով, Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հունիսի կեսերին ինքը չի գործում եւ դրա մասին երկու կողմն էլ հայտարարել է եւ կողմերը չգործելու պայմաններում փոխըմբռնման հուշագրի հիմա կարելի ասել, որ ակտիվ ռազմական փուլում են, չի ասի, որ շատ լայնամասշտաբ, բայց այնուամենայնիվ ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, որ պարբերականությամբ տեղին ունենում ռազմական բախումներ։ Ես սա կանվանայի եւ ինքը առանձնացվում է նախորդ լայնամասշտաբ գործողություններից, որ ինքը ավելի շատ պատերազմ է ուղղված ենթակառուցվածքներին, ավելի ճիշտ շատ թիրախային են կողմերը գործում։ Միացյալ Նահանգները խոցում է Իրանի հարավային շրջանի ենթակառուցվածքները, հիմնականում պաշտպանական բնույթի կարողություններն է փորձում նվազեցնել էապես Իրանի։ Իրանն էլ բնականաբար պատասխանում է խոցելով, թիրախավորելով տարածաշրջանի արաբական երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները եւ բնականաբար դա նաեւ ընթանում է աշխարհագրության ընդգրկմամբ եւ ընդլայնմամբ, որովհետեւ օրինակի համար եթե միջև վերջին ժամանակներում Հորդանանը ներառված չէր հարվածների քարտեզում, ապա վերջին ժամանակներում Իրանը նաեւ հարվածում է Հորդանանին, Իրաքին, Էրբիլի նկատմամբ Քրդստանին, նաեւ այլ երկրներում տեղակայված ամերիկյան բազաների։ Հիմա կարելի ասել, որ սա պատերազմ է, տակ, թե դեռ վերահսկվող էսկալացիա։ Վերահսկելի էսկալացիա է, քանզի կողմերը լայնամասշտաբ գործողությունների չեն անցնում, կարծում եմ սա նաև միջոց է, որպեսզի կողմերը փորձեն ավելի ուժեղ դիրքերից նորից վերադառնան բանակցային սեղան, որի մասին նաև կոչ են անում միջնորդները, մասնավորապես Պակիստանը, որի միջնորդությամբ Իսլամաբադում թե հրադադար հաստատվեց, թե որի ակտիվ ջանքերով նա փաստորեն փոխըմբռնման հուշագրի գլխավոր ճարտարապետներից է, ենթադրում եմ, որ եթե կողմերը հասնեն բանակցային սեղանին, ապա բանակցային սեղանին կդրվի այն փոխըմբռնման հուշագրի կետերը, որոնք որ կային, այսինքն ելակետային կետը այդ է, բայց այստեղ էլ խնդիր կա, որ փոխըմբռնման հուշագրով փաստորեն փորձ կատարվեց ըստիս վերադառնալ նախապատերազմական իրավիճակ, որը չհաջողվեց, որովհետև միակ կետերից մեկը, որը առարկայական շոշափելի արդյունք էր ենթադրում եւ գործողություն, խոսքը Հորմուզի նեղուցի բացվելուն էր վերաբերում, բայց այստեղ կողմերի միջև տարընթերցումները հարվածի տակ դրեցին ընդհանրապես հարցականի տակ դրեցին նաև այդ պայմանավորվածությունը եւ փաստորեն մենք տեսնում ենք այն ինչ որ տեսնում ենք, իսկ ինչ վերաբերում է մյուս կետերին եւ խնդրահարույց կողմերի միջև եղած, ապա դրանք ընդհանրապես սկզբունքորեն միայն հիշատակվեցին, այլ դրանց լուծումները վերապահելով կամ թողնելով հետագայի։ Այսինքն ստացվում է, որ դա ավելի շատ սկզբունքային կոնյունկտուրային համաձայնություն էր մեկ հարցի շոշափելի լուծման պայմանով, ինչպես ասում են, բայց դա էլ տարընթերցումների հետևանքով նոր էսկալացիայի առիթ հանդիսացավ։ Կարծում եմ Հորմուզի նեղուցից խոսենք, որովհետեւ դա շատ դրա մասին դեռ առանձին, բայց մինչ այդ ով խախտեց առաջինը այդ 60 օրվա հրադադարը, որը համաձայնություն պիտի ունենային կողմերը կնքելու։ Բնականաբար Միացյալ Նահանգները մեղադրում է Իրանին, Իրանն էլ հակադարձում է Միացյալ Նահանգներին, որ ով է։ Այո, ես կբավարարվեմ դրանով, որովհետեւ մի փոքր անշնորհակալ գործ է պատերազմող հակամարտող երկրների հետ կապված, երբ որ դրանք բավական սառը անգամ հրադադարի պայմաններում փոխըմբռնման հուշագրի պայմաններում բավական սառը դիրքերից են հանդես գալիս, սառը հակամարտության դիրքերից, թե նշել թե ով խախտեց, իրականում սրա հիմքում պետք է դասել այն տարընթերցումները, որոնք այս կամ այն չափով նպաստեցին էսկալացիա, իսկ տարընթերցումներից մեկը Հորմուզի նեղուցն էր, այսինքն ուժի ցուցադրումներ առայն, որ իրանական կողմի համար Հորմուզի նեղուցը դա սեփական դիրքերի գրավականն է, ինչպես նաև Միացյալ Նահանգների համար, որովհետև Հորմուզի նեղուցը ունի այժմեական նշանակություն, դրա վերահսկողությունը Իրանի դիրքերի էականորեն եւ ազդեցությունը տարածաշրջանում եւ նաև հավասարակշռությունը Իրանի տեսանկյունից Միացյալ Նահանգների հետ պատերազմում էականորեն կբարելավի եւ Միացյալ Նահանգների համար սա նույնպես նման նպատակ է հետապնդում, պլյուս այն, որ սա նաև ինչ որտեղ նաև հեղինակության հարց է, որովհետև սեղանին է դրված նաև Միացյալ Նահանգների դաշնակիցների անմիջական շահերը, որոնք որ այդ նեղուցով են իրենց նավթը արտահանում համաշխարհային շուկաներ, ել չասած թե սա ինչ կարող է
վտանգներ, ռիսկեր ստեղծել համաշխարհային տնտեսության համար, այդ թվում Միացյալ Նահանգների։ Դրա համար եթե ես միայն առիթով եմ ասել, եթե Հորմուզի նեղուցի հետ կապված տարընթերցումներ չլինեն, այս էսկալացիան չէր սկսվի, որովհետև այժմեական դրությամբ կողմերի համար հաղթանակը ընկած է հենց Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցերում։ Կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է ցույց տալ, որ վերջի խոսքը այս հարցում Թնջուկի իրենն է։ Հիմա ինչ է իրականում կատարվում այս նեղուցի շուրջ, այն փակ է, փակ չէ, ում վերահսկողության տակ է, փաստացի ով է վերահսկում այն։ Լավ հարց եք տալիս, իրականում եւ փակի եւ փակ չէ, իրականում փակ է կամ արտավազն գործում է խիստ սահմանափակումներով, որովհետեւ ապրիլի սկզբներին, երբ որ կնքվեց հրադադար, դրանից հետո հրադադար եղավ, բայց Միացյալ Նահանգները իր հերթին շրջափակեցին Հորմուզի նեղուցը, որպեսզի դրանով ճնշում բանեցնեն Իրանի վրա, իսկ Իրանն էլ բնականաբար բավական իր դիրքերը կորցրեց այդ առումով։ Հիմա քանի որ այս փոխամբարման հուշագրի պայմաններում կողմերին չհաջողվեց հասնել համաձայնության, ինքը փակ է մնում, որովհետև Միացյալ Նահանգները, որովհետև Իրանը առաջին կողմից է դեպքում։ Տեսեք, Հորմուզի նեղուցում Պարսից ծոցում խոսքը Իրանի մասին է, որովհետև նրանք փորձում են վերահսկել նեղուցը, հարկեր գանձել եւ անթույլատրել են համարում ցանկացած նավի ցանկացած անցում առանց իրենց թույլտվության կամ վերահսկողության։ Սա անթույլատրելի է Միացյալ Նահանգների Եվրամիության համար, բայց սրա որպես հակամիջոցներից մեկը Միացյալ Նահանգները տեսնում է Պարսից ծոցից դուրս, այսինքն ընդհանուր Պարսից ծոցը երկկողմ շրջափակելու ճանապարհին։ Հետևաբար այստեղ կարելի է ասել, որ Պարսից ծոցը նավերի համար երկու կողմից լինում է փակ, հետո բացվում է, բայց առնվազն այն գործում է խիստ խափանումներով, որովհետև կողմերի միջև սկզբունքային հարցը հենց դա է։ Միացյալ Նահանգները պնդում է, որ սա պետք է լինի անխափան անցում, ինչպես միջև պատերազմն էր, իսկ իրանական կողմից նշվում է, որ ստատուս քվո է փոխվել եւ տեղում այլևս այն պետք է անցնի իր վերահսկողությամբ, որովհետև դա նշեցի, թե ինչ կարևորություն ունի կողմերի համար, այդ թվում նաև Իրանի։ Միացյալ Նահանգների ներկայությունը նեղուցում ինչին է ուղղված, պաշտպանությանը թե ճնշմանը։ Եվ այսինքն ճնշել Իրանին, որպեսզի կողմերը հասնեն իր պայմաններով համաձայնության եւ նաեւ աջակցություն իր, ինչպես նշեցի, իր շահերին եւ նաեւ Պարսից ծոցի արաբական երկրներին, որոնց հետևանքով պետք է վերջնական արդյունքում նպաստի նեղուցի բացմանը անխափան գործելուն, որպեսզի արաբական երկրները կարողանան նավթ արտանել, որտեղ արաբական երկրներից շատերը, որոշները չեն կարողանում, սահմանափակված են ուղղակի Քուվեյթը, Բահրեյնը, Կատարը չնայած որ միջնորդությամբ է հանդես գալիս, բայց դժվարությունների է հանդիպում իր հեղուկ գազի արտանման գործում, մի փոքր համեմատաբար բարվոք է ԱՄՆ-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի վիճակը, որոնք որ ունեն որոշակի այլընտրանքներ, սակայն ընդհանուր իրավիճակը մնում է խիստ անորոշ եւ ճգնաժամային։ Պարոն Միրզաբեկյան, դուք ձեր խոսքում ասացիք, որ համոզված եք, որ եթե նեղուցի հետ կապված խնդիրը չլիներ, էսկալացիան էլ կարող էր այս պահի դրությամբ, թե Միացյալ Նահանգներ Իրան հարաբերություններում առանցքային գոնե խնդիրներից մեկը, որ կողմերը չեն կարողանում հասնել լուծման կամ համաձայնության միջուկային ծրագիրներ։ Այո, շատ ճիշտ նշեցիք, բայց հիմա ոնց որ հիմա փոխվել է։ Իր արդիականությունը փոխել է, որովհետև Հորմուզի նեղուցը ինքը շատ այժմեական թեմա է, որովհետև ինքը կոնկրետ հարվածում է բոլոր կողմերին, այդ թվում նաև Իրանին, որովհետև Իրանն էլ եթե ինքը շրջափակման մեջ է հայտնվել ամերիկյան նավերի կողմից, Պարսից ծոցից դուրս, ապա ինքն էլ իր նավթը չի կարողանում արտահանել, հա, սա էլ Միացյալ Նահանգներն այն քայլ արել, որ արգելափակել է իրանական նավահանգիստները, բայց մյուս կողմից էլ Իրանն էլ արգելափակել է կամ սահմանափակել է կամ իր ավելի ճիշտ իր սեփական պահանջները ներկայացնում Պարսից ծոցի նավագնացության առումով։ Հետևաբար սա մի հարց է, որը որ այս տարընթերցումները հանգեցրեցին նոր էսկալացիայի, որովհետև նշեցի արդեն թե տարընթերցումների տեղիքը որն է տալիս։ Իսկ եթե այս հարցով կողմերը ինչ որ մի փուլում կարողանան որոշակի համաձայնությունների գալ, գուցե կողմերից մեկը զիջի, մյուսը ավելի շատ, մյուսը ավելի քիչ, հնարավոր է կան բանակցությունների սեղանի շուրջ եւ էսկալացիան դադարի։ Կարծում եմ այո, եթե սկզբունքային հարցում որոշակի
համաձայնություններ հասնեն կամ շոշափեն որոշակի եզրեր, կարծում եմ, որ կարող է դադարել։ Ուղղակի գիտեք, այստեղ ինքը մի փոքր պատճառահետևանքային շատ շղթայի է նմանվում, չգիտես, այսինքն երկու կողմերի միջև կան հսկայական, ինչպես նշեցիք, հսկայական հարցեր, որոնք կուտակվել են տարիների ընթացքում, կա անվստահության մթնոլորտ, սա կրակի պես մի բան է, հա, օջախի պես մի հարցի շուրջ պայմանավորվում ես, մեկ այլ տեղ կարող է այդ օջախը ոցավառվել, հա, եթե ասենք նեղություն պայմանավորվեցիր, կարող է Լիբանանում մի բան ոցավառվի եւ այլ տեղերում, բայց ճիշտ եք ասում, որ Իրանի միջուկային հարցը գոնե այս պահին, այո, երկու երկրների մասնապես Միացյալ Նահանգների համար սա շարունակում է խիստ սկզբունքային հարց լինել, որը որ երևում է Միացյալ Նահանգների նույն Դոնալդ Թրամփի շեշտադրումներից, այնուամենայնիվ ինքը իր սա դեռևս օրակարգային հրատապ հարց չի, բայց կարևոր հարցերից է։ Ես դրա համար նշեցի, որ փոխհմբռնման հուշագրում, ինչպես նկատեցիք, Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հրթիռային ծրագրի սահմանափակման հետ կապված հարցեր ներառված չէին։ Սա պայմանավորված է նրանով, որ սրանք շատ խորքային եւ բարդ հարցեր են, որոնց լուծումը թողնվել է հետոյի։ Բայց դրանից առաջ նախ եւ առաջ պետք է լուծել այս ընթացակարգային հարցերը, որոնք որ թվում են թե ընթացիկ հարցեր են, բայց մենք էլ տեսնում ենք թե ինչքան բարդ։ Կա որևէ սցենար, որը կարող է կողմերին տանել որոշակի զիջումների նեղուցի հետ կապված։ Այս պահին ես չեմ տեսնում, որովհետև երկու կողմերի դիրքորոշումները բավական հստակ են։ Երկու կողմի համար էլ բավական կարևոր է, որ նեղուցը գործի իրենց պայմաններով, հասկանալի պատճառներով։ Չկա միջին որևէ տարբերակ։ Այս դեպքում չեմ կարծում, այսինքն միջինը կլիներ այն, որ ինչ որտեղ գուցե ազատ անցում լիներ, մինչև որ վերջնական համաձայնությունը, բայց հասկանալի պատճառներով թե կողմերը ինչ խնդիրներ ունեն կուտակված, այդ վերջնական համաձայնությունը, որը փոխհմբռնման հուշագրով նախատեսված էր հասնել 60 օրում, սակայն կար մի դրույթ, որ կարող էր այն երկարաձգվել, եթե կողմերը չհասնեն համաձայնության, եւ հասկանալով երկկողմ բարդ հարաբերությունները այն կարող էր այսպես ասած տեսականորեն անվերջ շարունակվել, դրա համար կողմերը չեն պատրաստվում այսքան այս հարցում զիջումների գնալ եւ եթե անգամ զիջումների գնան, բարձ է որ սա միշտ բաց ներվ է լինելու երկու կողմերի հարաբերություններում։ Այստեղ նաեւ այլ խնդիր կա համաձայնության առումով, սա չի նշանակում, որ եթե այս հարցում նրանք պայմանավորվեին, ապա էսկալացիայի վտանգը մինիմալի կհասցվեր, բայց կան, ասենք, չգիտեմ, տարածաշրջանային նաեւ ուժեր, որոնք շահագրգռված չեն այս համաձայնությամբ հասկանալի պատճառներով, որը որ չի բխում իրենց շահերից։ Հետևաբար սա նույնպես պակաս որոնք են այս շահերը, Իսրայելը, որի շահերից չի բխում այս համաձայնությունը եւ արդեն իսկ մենք նկատում ենք բացահայտ մեսիջների փոխանակում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից, այսինքն բաց ակնարկներ, որ կան որոշակի խոչընդոտներ։ Հետևաբար այս հարցը նույնպես շատ կարևոր է, հասկանալի պատճառներով այն, որ Իսրայելը իր անվտանգության համար նույնպես մտահոգված է եւ գտնում է, որ քանի որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև է հիմա ընթանում պատերազմը, հետևաբար փորձում է այնպես անել, որ հնարավորինս կողմերը չհասնեն այնպիսի պայմաններով համաձայնության, որը կարող է հակասել Իսրայելի շահերին։ Հնարավոր է Իրանի կողմից ստանալ համաձայնություն որոշակի զիջումների գնալու։ Այսինքն Միացյալ Նահանգները իր գործողություններով ստիպի Իրանին, որ ինքը զիջումների գնա։ Եվ հակառակը, հնարավոր է Միացյալ Նահանգներին որևէ բան ստիպելով կամ խնդիրներ առաջացնելով բերել բանակցությունների սեղանի շուրջ։ Որ կողմին է հնարավոր այլ կերպ ձևակերպեմ զիջումներով որևէ բան ստիպել։ Շատ լավ, ես կարծում եմ, որ հենց այս նաև ասեն ընթացիկ էսկալացիայի գլխավոր նպատակը հենց դա է։ Ինչպես նշեցի, որպեսզի կողմերը փորձեն մեկը մյուսին զիջում պարտադրել եւ սրա վերջնական հանգրվանը ի վերջո բանակցային սեղանն է։ Եվ դրա համար է, որ կողմերը նշում են, որ Միացյալ Նահանգների նախագահը կասկած է հայտնեց փոխհմբռնման հուշագրի գործելու հետ կապված, Իրանն էլ նշեց, որ դեռևս փոխհմբռնման հուշագիրը չի գործում եւ փաստորեն հիմա կողմերը փորձում են պարզել, թե սեփական հարվածներով ինչ արդյունքների կարող են հասնել, ինչպես կարող են դիմացի կողմին վնաս հասցնել, որպեսզի դիմացի կողմը փորձի գալ բանակցային սեղան։ Միացյալ Նահանգների կողմից հնարավոր ցամաքային գործողությունները որքանով են իրական կամ դրա վերաբերյալ խոսակցությունները։ Ես անձամբ դա իրական չէի համարի, չեմ համարում։ Ինչ է Թրամփը ասում։ Հա, բայց J.D. Vance-ն նշեց, որ դա անիրատեսական է եւ նրանք նման մտադրություն չունեն։
թե չեմ սխալվում, հետեւաբար սա նաեւ ճնշելու գործիքակազմներից մեկն է։ Ես անձամբ չեմ համարում, որ սա իրատեսական է, որովհետեւ ցամաքային գործողությունը ինքը բավական մեծ ռիսկեր է պարունակում եւ ցամաքում կարծում եմ, որ Իրանը շատ ավելի գուցե ուժեղ դիրքերից հանդես կգա, քան նման ճակատամարտում եւ մարտերի ժամանակ։ Հետեւաբար ես կարծում եմ, որ սա Միացյալ Նահանգների համար կարող է ռիսկային լինել եւ չեն գնա նման քայլի։ Իսկ ինչ ռազմավարական ներողություն, սա միայն կոնֆլիկտը կերկարաձգի, բայց ելնելով Միացյալ Նահանգների հայտարարություններից, նույն Թրամփի եւ Շայրից, չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է կոնֆլիկտի երկարաձգմամբ։ Իրանը գուցե դեմ չէ, բայց Միացյալ Նահանգների Շայրից կոնկրետ գործողությունների ձգձգումը չեմ կարծում, որ նրանց Շայրից բխում է։ Պարոն Միրզաբեկյան, նույնն է Միացյալ Նահանգների ռազմավարական նպատակը եւ նախնական սկզբնական փուլում սկսված էսկալացիայի ժամանակ եւ հիմա արդեն։ Ինչ նպատակ է Միացյալ Նահանգները հետապնդում հիմա եւ ինչ է ունեցել։ Լավ հարց եք տալիս, բարդ է ասել, որովհետեւ նույն Դոնալդ Թրամփը պատերազմի սկսումից ի վեր եւ մինչեւ հիմա շատ հակասական, բավական հայտարարություններ անում, սա նույնպես տեղավորվում է հակառակորդին ճնշելու քաղաքականության մեջ, հետեւաբար բարդ է ասել, թե Միացյալ Նահանգների ի սկզբանե նպատակները որոնք էին եւ որոնք են հիմա, այն որ իրենք Միացյալ Նահանգների նախագահը նշում էր, որ անվերապահ կապիտուլյացիա եւ այլն, մենք տեսնում ենք, որ նման իրավիճակ այդպես չկա, ընդհանրապես չկա եւ մոտ չէ պատկերը եւ ընդհակառակը կոնֆլիկտը երկարաձգման, ձգձգման փուլում է։ Հետևաբար այս առումով եթե սա համարենք նպատակներից մեկը, ապա չի իրականացել, բայց մյուս հանգամանքներից մեկն այն է, որ փաստացի փոխըմբռնման հուշագրով Եվ ընդհանրապես ընթացքում էլ է, եթե փոխըմբռնման հուշագիրը չի գործում, ապա չի կարելի ասել, թե ընդհանրապես բանակցություն չկա։ Չենք ասում, թե կողմերի միջև ուղիղ, բայց միջնորդների միջոցով հնարավոր է եւ դրա մասին ակնարկներ եղել են Պակիստանի, Քաթարի, Օմանի միջոցով։ Հետևաբար մյուս կողմից էլ Միացյալ Նահանգների համար Միացյալ Նահանգներին հաջողվեց ինչ որտեղ նաեւ բերել բանակցային դաշտ Իրանի ներկա կառավարության վարչակազմի պայմաններում, որը կարելի է նաև Միացյալ Նահանգների համար հաջողություն համարել։ Հետևաբար սա միանշանակ չէ եւ մենք հանգում ենք այն խոսակցությանը նաև ինչ որտեղ թե ով հաղթեց, ով շահեց, կարծում եմ, որ սրա մասին դեռևս ընդհանրապես անտեղի է խոսել, որովհետեւ պետք է հաղթի ողջամտությունը եւ Չնայած որ կողմերը յուրաքանչյուրն իր կողմն է քաշում հաղթանակի։ Դեռևս այո, որովհետեւ սա ուժերի ցուցադրություն է եւ կողմերը նախանշել են կարմիր գծեր եւ չեն փորձում դրանք զիջել։ Իսկ Իրանի կողմից որևէ հաջողություն կարող ենք ասել կամ մատնանշել, ոնց որ օրինակ Միացյալ Նահանգների համար եք մատնանշում։ Դե տեսեք, օրինակ Հորմուզի նեղուցը ինքը պատերազմից ի վեր, երբ որ այն դարձավ կարևոր խաղաքարտերից մեկը, դեպի ես ասեմ, որ շատ փորձագետներ ընդհանրապես հավանական չէին համարում, որ Իրանը կարող է գնալ այդ քայլին, որովհետև դա կարող է պարունակել շատ մեծ ռիսկեր, հենց ընդհանուր իր համար մինչև տարածաշրջանային ակտիվ պատերազմ, հետևաբար Իրանը գնաց եւ այն վերածեց ամենակարևոր ակտիվի իր համար, որը որ դիտարկվում է իր քաղաքական դերի բարձրացման ծիրում։ Հետևաբար մենք տեսնում ենք, որ Իրանը անդրդվել է եւ այս հարցում գոնե ուժեղ դիրքերից է հանդես գալիս, ինչը ցույց է տալիս, որ պատերազմը առնվազն չի վճռել հաղթող կողմին եւ սա Իրանին իր սեփական պահանջները դնելու հնարավորություն է տվել։ Իսկ բանակցությունների պատուհան տեսնում եք այս ընթացքում։ Բանակցությունների պատուհան անկասկած կա, հարցը միայն թե ինչպես եւ երբ կարող են կողմերը հասնել, բայց կասկածն է, որ վերջնական հանգուցալուծումը կամ հանգրվանը բանակցություններն են, հետեւաբար դա շատ նաեւ մեծապես կախված է թե ընթացիկ ռազմական գործողությունները ինչպես կդարսավորվեն եւ արդյոք կողմերին կստիպեն յուրաքանչյուրին այս կամ այն հարցում գնալ զիջումների։ Իսկ այս լայնածավալ ռազմական գործողությունները ինչպիսի ազդեցություն եւ տարածում կարող են ունենալ տարածաշրջանում։ Սրանք լայնածավալ չէին անվանի, ավելի շատ տեղային, բայց վերահսկելի գործողություններ են։ Ինչ վերաբերում է տարածաշրջանի վրա, ապա նրանք արդեն իսկ շատ մեծ ազդեցություն են թողել տարածաշրջանի վրա, խոսքը Մերձավոր Արևելքի մասին է, ծոցի արաբական երկրների վրա, որոնք որ բացի ռեպուտացիոն կորուստներից ունեցել են բավական մեծ նյութական կորուստներ եւ նրանք այսօր իրենց նավթը եւ բնական պաշարները արտահանելու լուրջ խնդիրների առջեւ են կանգնած եւ բնականաբար պետք չէ նաեւ թերագնահատել անվտանգային խնդիրները, որոնք որ իրենց առջեւ ծառացած են եւ սա նաեւ
նաև կապված է լինելու պատերազմի ելքից, թե նաև ինչ հեռանկար է բացվելու այդ տարածաշրջանում, այդ երկրները ինչ դիրքորոշում կունենան, ինչպես կփոխհարաբերվեն Իրանի հետ, Միացյալ Նահանգների դերը ինչպեսին կլինի, կարծում եմ, որ նոր զարգացումներ հնարավոր են լինել, պետք չէ նաև մոռանալ Չինաստանի գործոնը, որը որ կարևոր խաղացող է, նաև խաղացող, որը տարածաշրջանի բոլոր երկրների հետ, այդ թվում Իրանի հետ ունի բավական գործընկերային, եթե ոչ ռազմավարական գործընկերային։ Բայց այս դեպքում Չինաստանի դերը որը կարող է լինել։ Խնդիրների հանգուցալուծումը։ Միջնորդի միջոցով։ Ընդհանուր միջև այո կարող է լինել, որովհետև նույն Իրանի նավթի ամենամեծ բաժինը, որ նա արտահանում էր պատժամիջոցների պայմաններում, բաժիներ են գնում Չինաստանին եւ ինչպես տեսնում եք, ընդհանրապես իրանական խնդիրը ճգնաժամը կարևոր խնդիրներից էր վերջերս Սին Ցինպինի եւ Դոնալդ Թրամփի Պեկինյան հանդիպումներում, հետեւաբար եւ ինչպես տեսնում ենք Պեկինի ակտիվությունից հայտարարությունների միջոցով, ապա նա նույնպես անտարբեր չէ, որովհետեւ սա հասկանում է, որ հեռանկարում այս Հորմուզի նեղուցի չհանգուցալուծումը կարող է նաև էականորեն ազդել նաև իր տնտեսությանը, բացի այդ սա քաղաքական կշռի հարց է, հասկանալով, որ նա տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ինչպես նշեցի, արաբական երկրների հետ պետք չէ մոռանալ, որ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջև միջնորդ հենց հանդիսացել է Չինաստանը 2023-ին, այսինքն այստեղ հաջող պատմություն կա եւ դրանպես Չինաստանը եւ միջազգային բոլոր դերակատարները, այդ թվում Եվրամիությունը շահագրգռված են եւ նաեւ մեր տարածաշրջանը խնդրի եւ հակամարտության շուտապույտ հանգուցալուծմամբ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Զրուցակիցս արևելագետ Գեորգի Միրզաբեկյանն էր, կհանդիպենք։